Կապանի անտառներում օրը վաղ է սկսվում։ Դավիթ Բեկյան խաղերի ճամբարում ամեն րոպեն ծրագրված է։ Մարզումներ, փորձություններ, թիմային առաջադրանքներ, ամեն օր հերթական մարտահրավերները։ Այս տարվա ճամբարականները նոր հնարավորություններ են ունեն։ Ֆիզիկապես կոփվելուց զատ նոր ոչ ֆիզիկական հմտություններ են ձեռք բերում ամբողջ կյանքի համար։ Նոր մարտահրավերը ֆինանսական էր։ Դավիթ Բեկյան խաղերի տարբեր խմբերի համար ID Bank-ն ու Իդրամն էին ֆինանսական եւ թվային գրագիտության ինտերակտիվ դասընթացներ կազմակերպել։ ID Bank-ը միշտ էլ նշանակություն է տվել համայնքներում երիտասարդների շրջանում ֆինանսական գրագիտության զարգացմանը եւ այսօր էլ բացառություն չէ, մենք ցանկանում ենք որպեսզի երիտասարդները երիտասարդ տարիքից ավելի կրթվեն, ավելի ֆինանսական գրագետ լինեն։ Ժամանակակից աշխարհում մենք հասկանում ենք, որ տեղեկատվական գործիքակազմը, տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ նշանակություն ունեն եւ բավականին տարածված են։ Հետևաբար այդ դաշտը մտնելու համար երեխաները պետք է ունենան բավականին գիտելիքներ եւ գիտելիքների բազա եւ պատկերացումներ, ինչի հետ գործ ունեն եւ այս առումով դասընթացի կազմակերպումը թույլ կտա իրենց գոնե ելակետային բազային պատկերացումներ ունենալ եւ ճիշտ կառավարել իրենց գործունեությունը այդ ոլորտում։ Տարբեր օրերի, տարբեր հերթափոխերի հետ, տարբեր բանախոսներով, բայց միևնույն մոտեցմամբ իրավիճակային խաղերի, հարցուպատասխանների ու իրական օրինակների միջոցով են պատանիները սովորում բյուջե կազմել, խուսափել ֆինանսական զեղծարարություններից եւ անվտանգ օգտվել թվային գործիքներից։ Ապագա սերնդին կրթելու Իդրամի եւ ID Bank-ի առաքելությունը միայն դասընթացներով չի սահմանափակվում։ Հենց այդ նպատակով է ստեղծվել Իդրամ Junior հավելվածը, որտեղ հասանելի է նաեւ Junius ֆինանսական մրցաշարը։ Մասնակիցներից շատերին ֆինանսական հնչող թեմաները ծանոթ են, միայն թե դասընթացի շնորհիվ ասում են ավելի լավ պատկերացրեցին ինչպես պաշտպանել տվյալները, կառավարել սեփական գումարն ու խուսափել խաբեություններից։ Իրականում ես հետաքրքրվել եմ այս թեմայով, բայց օրինակ սովորեցի, թե ինչ կարելի է անել աննախադեպ իրավիճակներում, երբ որ խաբեբաները կարող են գումար կորզել քեզնից ու արդեն ավելի հստակ գիտեմ տվյալ պահին իմ գործողությունները, որը կարող եմ ես անել իմ գումարը ետ վերադարձնելու համար։ Իմ կարծիքով այս դասընթացը շատ կարևոր է հատկապես մեր տարիքակիցների համար, քանի որ ֆինանսապես գրագետ լինելը այս կյանքում ամենակարևոր բաներից է, որը մարդ պետք է ունենա իր հատկանիշներում։ Անկաշկանդ քննարկումներն էին հնարավորություն տվել պատանիներին լրացնել չիմացած ֆինանսական գիտելիքները, հետագայում անպայման կկիրառեն։ Այս տարիքից սկսած մարդը արդեն մտնում է ավելի հասուն կյանք ու ինչքան վաղ տարիքից է պատրաստվել հասուն կյանքին, այնքան ավելի լավ կլինի։ Կամքն ու բնավորությունը Դավիթ Բեկյան խաղերում կոփել էին ու դրան գումարել նաև ֆինանսապես գրագետ լինելու ուժը։ Ճամբարականները հետագայում նոր հաղթանակներ կգրանցեն նաև ճիշտ ֆինանսական որոշումների արդյունքում։